Հարգելի իմ դիտորդ, ուզում եմ խոսել իմ մայիսի 5-ին արված կանխատեսման մասին, Մարմարիկ գյուղի, կորած երեխայի մասին, որ արեցի կանխատեսում, ուզում եմ խոսել այդ կանխատեսման մասին, ուրեմն ես կոնկրետ այդ կանխատեսումը խորացված չեմ արել, ուղղակի մի քանի կարտ եմ հանել և մնում եմ իմ եզրակացության ու կանխատեսմանը 100% վստահ։ Արծիվը տարավ երեխային, գողերը գողացան, տարան սպանեցին, հետո գցեցին գետը, հետո երեխան ողջ է ճակերտավոր էքստրասենսների կարծիքով եւ այլը, տեսողական չեմ անում ինչերով, իբր դե որ այդքան լավ կարողանում եք բացահայտեք նաեւ երեխայի տեղը։ Ես մնում եմ իմ կանխատեսման կարծիքին, վստահ եմ եւ ովքեր որ մշտական իմ հետևորդներն են, իրենք շատ լավ գիտեն, որ իմ կանխատեսումը չունի ներում եւ բեկում։ Այս անգամ չնայած սրտանց կուզանամ, որ սխալված լինեմ։ Երեխան հենց այդ 15 րոպեվա ընթացքում ընկելա ջուրը։ Հասկանում ենք բոլորս էլ, որ ջուրը ընկնելուց հետո ինչա տեղի ունենում։ Ինչու չեն գտնում Տիգրանին, որովհետև ես այս ողջ ընթացքում իմ տառոներին հարց եմ տվել եւ բոլոր կալոդաները, արդեն իմ կալոդաները հասնում են թվով 500-ի։ Ես բնականաբար 500 կալոդա չեմ օգտագործել, բայց բազմատեսակ կալոդաներ եմ օգտագործել, ավելի մութ անկյուններն եմ խորացել եւ տեսել եմ, որ Տիգրանը ինչ որ մի բանից կարճած է, որը թույլ չի տալիս, որ ջրի հոսքը իրան հանի։ Ես կանխատեսման ժամանակ նշեցի, որ չգիտեմ, գուցե իմ նայելուց 3 օր հետո այնտեղ հարցեր են առաջանում, բայց դուք ասել եք 3 օր, ես կարտերին կոնկրետ օրվա մասին հարց չեմ տվել, նյութը տեղում է, ես ընդհանրապես հարցրել եմ, կգտնեն երեխային, թե ոչ։ Բերեց 3 սրերը եւ արևը։ Արևը ի նշան էր, որ այո կգտնեն, իսկ 3 սրերը, քանի որ ես էլ էի հուզված, ստացվեց այնպես, որ մտածեցի, որ 3 օրվան կգտնեն։ Ինչ եմ ուզում ասեմ ես մնում եմ կարծիքին ու իմ տառոներին վստահելով, չնայած որ այս անգամ շատ եմ ուզում սխալված լինեմ, բայց ես ասում եմ, որ ովքեր որ լուր են տարածում, որ երեխան գողացած է, երեխային սպանել են, հետո գցել են գետը, կամ երեխան ինչ որ տան մեջ է, կամ մեղադրում են գյուղի տատիկին, ինչ որ կնոջ, որ այդ կինը ոչ երեխային ոչ ոք չի տարել, երեխան ինքնա գնացել եւ երեխան հիմա ջրում է, անկախ նրանից դա ձեզ դուր գալիս է, թե դուր չի գալի, առաջին հերթին ինձ դուր չի գալի։ Ես չեմ ուզենա, որ այդպես լինի, բայց էլի եմ ասում, այս քանի օրը ես անընդհատ նայել եմ Տիգրանի էներգիան, իրանից գալիս է մահվան ու սառը էներգիա։ Այնտեղ աղոթենք, եկեք աղոթենք, թող Տերը հրաշք գործի եւ այլը, ու մեղադրում են, տառոլոգներին, որոնք զուսպ առանց իրենց գովելով անում են կանխատեսումներ, թե որ լավ տառոլոգեք, տեղն էլ ասեք։ Ես գովազդվել չեմ սիրում, ոչ էլ գնացել եմ նկարահանումներ եմ արել, որ տեսնեք, որ ես ճիշտ եմ ասում, կամ որ հանգարց այդպես լինի ու մեծ բոնուս հավաքեմ։ Ես թքած ունեմ այդպես բանի վրա։ Բայց մարդիկ կային, որ արեցին այդպես, որ իրենց ավելի շահեկան վիճակում դուրս գային։ Ես իրենց ոչ ընդունում եմ եւ ոչ էլ հարգում եմ։ Ինչ վերաբերվում է, որ գալիս գրում են IG-ս տակ, որ բա մի հատ տեղն էլ նայեք, տեղն էլ ասեք, նախ այդ հարցով դուք չպիտի դիմեք ինձ առաջին հերթին։ Երկրորդն էլ, որ դուք այտենց Աստված հրաշքներ է գործում, դե այդ հրաշքներից մեկն էլ դե գնացեք խնդրեք թող այդ հրաշքով ձեզ ցույց տա որտեղ է երեխան։
կոնկրետ իմ համար հրաշքներ գործում են իմ զգայական դաշտը, ինչ որ ես զգում եմ, ինչ որ ես տեսնում եմ, ու կգա օրը ես այս նյութը տեղադրում եմ ու բոլորդ էլ կտեսնեք, որ իմ ասածները 100% էր, միայն 3 սրերը, որ ավելի շատ երևի Տիգրանի վիճակներ ինձ ցույց տալի կամ ցույց էր տալիս, որ այդքան էլ հեշտ չի լինի գտնելը, ուղղակի ես այնտեղ նշեցի, որ գուցե իմ ասածից գուցե վստահ ոչինչ չեմ ասել, էլ եմ ասում, որովհետև չեմ տվել տարուներին հարց, կոնկրետ որ օրը կգտնեն։ Այսպես, հիմա կասեք, բա հիմա նայեք, օրը ասեք, ոչինչ չեմ ասելու, ես արդեն իմ կանխատեսումը ասել եմ, արել եմ, երեխան ջրում է, երեխային կգտնեն։ Եվ ուզում եմ հենց այս պահին, քանի որ նյութ եմ տեղադրելու, շնորհակալություն հայտնեմ փրկարարներին եւ ոստիկաններին, որոնք ճիշտ ուղու վրա են եւ ահռելի մեծ աշխատանք են տանում երեխային գտնելու համար։ Այսքանը։